Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ Չարլզ Սպերջեն Նոյեմբերի 25 Գերիներին փրկություն քարոզելու Ղուկաս ավետարան 4:18 Միայն Հիսուսը կարող է մարդկանց ազատել մեղքի գերությունից։ Միայն նա կարող է նրանց իրական ազատություն տալ։ Դա օրինական տրված ազատություն է, քանի որ Աստված Որդին լինելով ամեն բան ժառանգորդը իրավասու է մարդկանց ազատելու մեղքի գերությունից։ Հավատացյալներն արժանին են հատուցում Աստծո արդարությանը, որն ապահովել է իրենց փրկությունը։ Դա թանկ գնով գնված ազատությունն է։ Քրիստոսը այն տվել է իր իշխանությամբ, բայց գնել է իր արյունով։ Նա ազատում է քեզ, բայց ինքը գերի է դառնում։ Դու արդարացված ես, մեռած ես, որտև նա դատապարտված է։ Դու ազատություն ես ստանում, քանի որ նա չարչարվել է քո փոխարեն։ Նա թանկ է վճարել, բայց տալիս է անվճար։ Նա մեզ գտնում է մոխրի ու ցնծոտիների մեջ, կարգադրում է հագնել ազատության հիասքանչ հագուստները։ Նա փրկում է մեզ հենց այնպիսին, ինչպիսին մենք կանք, առանց մեր աջակցության, ոչ մեր արժանիքների համար։ Երբ Քրիստոսն ազատում է, նա ազատում է հավետ եւ ոչ մի կապանքներով մեզ հնարավոր չէ շղթայել։ Եթե Հիսուսն ասում է ես ազատել եմ ձեզ, մենք ազատ ենք հավիտյան։ Սատանան կարող է մեզ փորձել, մեզ կրկին ստրկության վերցնել, բայց եթե մեզ հետ է Տերը, մենք ումից պիտի վախենանք։ Աշխարհն իր գայթակղություններով կփորձի մոլորեցնել մեզ, սակայն նա, ով մեզ հետ է, ուժեղ է այն բոլորից, ովքեր դեմ են մեզ։ Սեփական նենգ ստերի դավերը կարող է շփոթեցնել եւ անհանգստացնել, բայց նա, ով ձեռնամուխ է եղել ազնիվ գործի, կշարունակի այն, կհասցնի հաղթական ավարտին։ Քրիստոսի եւ քրիստոնյաների թշնամիները կարող են միավորվել եւ դեպի մեզ շարժվել չտեսնված կատաղությամբ, բայց եթե Աստված արդարացնում է, ով է դատապարտում։ Ամպերից վեր սլացած արծիվը ունի ավելի մեծ ազատություն, քան հոգին, որ փրկել է Հիսուսը։ Եթե մենք այլևս օրենքի տակ չենք եւ ազատ ենք, մենք դրա անեծքից մեր ազատությունը գործնականում կարտահայտվի Աստծուն շնորհակալ եւ խանդավառ ծառայություն մատուցելու մեջ։ Ես քո ծառան եմ ու քո աղախնի որդին։ Դու իմ կապերն արձակեցիր։ Սաղմոս 116:16 Տեր, ինչ ես ուզում որ անեմ։ Գործք առաքելոց 9:6